հնապանը գտնվի Եսայա 48-րդ գլխում 11-րդ համարի մեջ։ Եվ այդ համար այսպես գսե, Մովաբ իր դղայութենեն իվեր հանգստության մեջ էր։ Ինի բես իր մրուրին վրա գնոստեր, ամանե աման չթասվեցավ, թերության չքնած, անոր համար իր համը իր մեջ մնաց ու հոդը չփոխվեցավ։ Իսրայել հողակորձական ժողովուրդ մներ, եւ երբ մարգարեն լսե Մովաբ ինի բես իր մրուրին վրա գնոստեր, ժողովուրդը հասկացավ, թե ինչ ասել գուզեր։ Այսի չունեցող և քնիեն չհասկացողը պետք է փաստացություն ունենա այս մասին, որովհետեւ գարենա հասկանալ, թե ինչ ասել գուզե մարգարեն։ Խաղին հյութը դագարներու մեջ գահավաքեն և դսպասեն, որ սմորի։ Ժամաց անլուծելի մասը դագը գնստի և մրուր գգոչվի, սրկերեն թորդ գսեն։ Եվ ժամանակը վերջը քինին ուրիշ դագարիմը գփոխացեն առանց վրթովելու այդ դագի մրուրը։ Մի քանի օր վերջ partial մրուր գնստի քինին դագը։ Եվ այս գործողությունը գգրտնվի մինչև որ այլևս մրուր չնստի դագը։ Այնադեն դիդահասկացվի, որ քինին մաքրված է և պատրաստ է գործածվելու համար։ Այդ գործողությունը ոչ միայն քինին կմաքրե, այլ նաև իր մեջ գտնվող անհաջո հոդը և համը մրուրին գանցնե և հաճելի համ և հոդմը մեջտեղ գուկա։ Ուրեմն, մեկ ամանեն մյուս աման թասվիլը քինին որագին զարկանալուն համար անհրաժեշտ է։ Մովաբի երգերը երկար ադեն խաղաղության և մշտական հաշվության մեջ է։ Բادرազները, զանդախտե, սնական աղետները զերծ մնաց։ Արդյունքը այն եղավ, որ ժողովուրդ հարստացավ և հարստությունն ալ իր հետը կերավ հաջողացիություն, աշխարհասիրություն և ուրիշ մոլություններ։ Իրենց անպարտավորության մեջ սրացի իսրայելացիներուն նեղություններուն ուրախացան և Եհովա Աստվածը նախադեсին։ Մարգարեն Մովաբը իր մրուրին վրա նստած մնացած քինիի գնանցն է։ Խորհրդանշական սիմվոլիկ կերպով դուրս է շեշտել այն բարձ ճշմարտությունը, որ երկարադեպ հանգստություն թեև բոլոր մարդոց գոմե սապակելի, արգելք հանդիսանա իրենց փարոյական դերելքին ու սադարե իրենց նգարակրի վատթարացում։ Ինչպես որ օգտակար թեղեր ընդհանրապես լեղի գլան, այնպես ալ կյանքի մեջ մեզի սա պատճառող բաներ մեր հոգիներուն առողջություն կպատճառեն։ Մեր բնության մեջ արմատացած ժխտական վիճակներ կան։ Ասոնք պետք է բարեգարկվին, գրնան բարեգարկվել միայն նեղություններով։ Կոթորիկ և մրրիկ, Իտալիո և Զվիցերիո հովիդներուն ապագանած օդը կմաքրեն և կթարմացնեն։ Աստված մեզ անմահության համար կպատրաստե
Եվ կյանքի փոթորիկները անհրաժեշտ են այս հասարակության մեջ։ Ինձի եւ ցեզի համար քաղելիք օգուտներ կան կյանքի օգերու, վնասներու, փոխակապություններու, հիվանդություններու եւ ծերելներու մահվան մեջ։ Անանգալ փոփոխություններ եւ չսպասված փորձանքներ, զբաղված օրհնություններ են։ Աստծո լավակույն նվերները մեզի գահին ծև թուղթերու մեջ պատված։ Աստծո գերբերը խորհրդավոր լալուն համար շատ անգամներ սխալ գահսկնանք Աստծո նվադագը։ Մի քանի գեդեր ուզեմ հիշել սուսյալ համար թե կյանքի նեղություններին չփաներու մեջ ջրնան օգտակարը լալ մեզի։ Առաջին ասանք ջրնան օգտակարը լալ մեզի սուսնելու համար։ Մեր նգարակրին, մեր բادرազմական ճակատին դգար գեդերը մեզի մատնանշելու համար։ Սուսնելու համար, որ մենք մեր երևակայածին չափ իմաստուն, ջգուն և փորձառու չենք։ Սասելու համար, որ աշխարհ առանց մեզի գրնա դառնալ։ Ինքնաշարժիմը դգարությունը զարիվերի վրա Երևան գելլե։ Զարիվարի վրա կամ հարդ ջամփու վրա սահուն ընթացող ինքնաշարժը զարիվերի վրա գանք գարնե։ Զարիվերը չէ, որ մեքենան ավրեց։ Զարիվերը մեքենային դգարությունը Երևան հանեց։ Պետրոս Արաքյան լավ օրինակ մնե այս ճշմարտությունը լուսաբանող։ Ինքնավստահ, անվախ, բորոդախոս, սրնող, նետող, Քրիստոսի հետ մեռնելու պատրաստ, օժարագամ, փորձյան մեջ իր իսկական քույնը մեջտեղ դրավ։ Եվ այդ փորձյունը լավ եղավ Պետրոսին զինք իրեն սուսնելու համար։ Երկրորդ, Աստծո գախյալ լալնից մեզի սուսնելու համար։ Բարականեր գլան երբ մեր հին մարդը մեզ գարավարելու և մեր բոլոր անլուծելի հարցերը լուծելու գործը իր վրան գարնե և գխորհի, որ մարդկային իմաստությամբ և մարդկային հիշոցներով կարելի է ամեն բան լուծել։ Իսպասեղենի աշխատանոցիմը դնորենը կստի պատգիրեց իր գործավորներուն, որ երբ մեքենան ավրվի, չփորձեն այդ մեքենան նորոգել, այլ իրեն լուր դան։ Աղջի մնգար, որ շատ երկար դարներ աշխատած էր այդ աշխատանոցի մեջ, մեքենան արվեցավ, խորեցավ, որ այդ օրենքը իրեն համար չէ, որտեղ ինք փորձալու էր մեքենային գազկնար, գրնար, շտկել, որով շտկելու աշխատեցավ, բայց ավելի ավրեց։ Հետո ստիպեցավ դնորենին լուր դալ, և դնորեն եկավ մեքենային դիցակը տեսավ, և հանդիմանեց այս աղջիկը, ինքնին պաշտպանելու համար սա բարոն դնորեն լավագույնս դրի, սա քու լավագույնս ինձի լուր դալ է։ Յանքի մեջ բարականերու գահանցիգին, երբ փոխանակ մենք մեր իմաստությամբ այս խնդիրը լուծելու լավագույն բանը, որ գնանք կնել, Աստծո լուր տալ և իր օգնությունը ցնցել է։ Սակյալ ասոնք օգտակար գլան մեզ ազնվացնելու, կյանքի նեղությունները, ցավ, վիշ, ծարաբանք, ասոնք օգտակար գլան մեզ ազնվացնելու և մեզ մեր շուրջիներուն հետ նույնացնելու, անոնց վիճակին վիճակից հասցնելու համար։ Արածը գսե գուշտը անոթին վիճակեն չի հասցնար և ասկա ճիշտ է։ Ուրեմն անոթին վիճակեն հասցնելու համար մեկը պետք է մի քանի օր անոթի մնա։
աղջադին գիճագեն հասկնալու համար մեկը աղջատյան մեծ շրջանը պետք է ապրի, որ անոր վիճակեն հասկնա եւ գնահատի անոր վիճակը։ Հիվանդանոցի մեջ դարաբողներուն վիճակեն հասկնալու համար մեկը պետք է հիվանդանա շրջանը, որպես անոնց վիճակեն հասկնա։ Այս է։ Անտիոտ թագավորներին մեկը զբդվեցավ Սիշերմը եւ Լոնդոնի փողոցները ստավ շրջիլ, տեսնելու համար թե իր քաղաքացիները ինչպես գաբրին Սիշերները եւ ոստիկանները հանդիպեցան այս մարդուն, հարցուփորձեցին եւ հետո գասկածեցան եւ չեփագալեցին, որ դանին փանդարգեն մարդը սովետի թագավորն է ինչ կնեք եւ վրան խնդացին եւ իսկապես դարին փանդարգեցին սուրդեր, ծմերեր, խտիգմը մարդը մինչև արդու թողած հետո հաջորդ արդու ամփոփ Լոնդոն իրանցի մեջ թագավորը գործված է եւ ամեն գոմ լուր գրգվեցավ այս փանդին ոստիկաններին մեկը ստավ ճիշտ է սա մենք փանդարգալ ունենք որ գսեր թե թագավորը չելե իսկապես այս եղածլա վերջերս երբ թագավորը բալած գնաց առաջին կորձ եղավ մեկ լուգար ածուխ զրգել այդ փանդը որբեսի քիշերները վարեն որբեսի փանդարգալները դակնան ինչև այդ օրը երբեք միսեն չեր անցած որ փանդարգալներ խցիկի մեջ գտողան մինչև արդու ինչը որ մորքին վրա ըսկած այդ փանը եւ տնհադեց անոնց վիճակը այսպես ակաություն դեսոներ, նեություն դեսոներ, հիվանդություն դեսոներ, դժվարություններու եւ դեսակ դակնապներու հանդիպողներ։ Թիմացինին վիճակեն գրնան հասկնալ, գրնան համագրել անոնց, գրնան գարեքիլ, գրնան տնահadել անոնց վիճակը եւ օգնել անոնց, որովհետեւ մեջ են անցած են եւ գիտեն թե ինչ կնշանակե այս բաները։ Ուրեմն յանքի նեղությունները մեզ այս բաները գծորվեցնեն, մեզ գազնվածնեն, մեզ հարեսիրտ գնեն, մեզ ավելի թրջամիտ եւ ըսկայուն գտածնեն, որովհետեւ մենք անձնասեր չլանք, որովհետեւ մենք մեր շուրջներով գարենանք հետաքրքրվել եւ անոնց համագրել եւ անոնց օգնել։ Այլապես մենք անձնասեր մարդիկ գիտելայինք, ինձագետրոն մարդիկ եւ մեր նպատակը դիլար ինչպես ուդենք, կմենք եւ զվարճանանք առանց հաշվի առնելու ներսություններ։ Չորրորդ, այս յանքի նեղությունները մեզ գարցել են մեր սիրտեր աշխարհի գաբելը։ Դեսնված է, որ մարդ արարածը գուզե իր սիրտը փանիմը կամ մեգումը գաբել։ Չգրնար իր սիրտը չգաբել։ Անբացար պետք է գործը ունենա։ Եվ բազմաթիվ տեխնացիներ կան մեր սրտին գիրանալու, բայց ասոնց մեջ աշխարհ ամենեն հրաբուրիչ տեխնացուն է իր դեսակ հաջորդներով եւ մեզի ընկայած ճուրություններով։ Գերգարադեվ հանգստություն գերնա երկու ծևով աստել մեր վրա։ Մեկը գուզենք դեղավորվել այս աշխարհի վրա եւ այս աշխարհը ընել մեր նոր Երուսաղեմը։ Գուզենք լավենք, հանգստենք, առողջ ենք, մեր զավակները մեր շուրջը հավաքված են, փոքրիկ տրախտ մնե, աշակերտներուն ըստացին լես հոս թվյակ շնին, եւ հոս ապրին, ինչպես ունին երկինք երթալու։ Ասիգա սխալ է, բայց երկարադեպ հանգստություն գրնա մեզ փորձել որբեսի այսպես փոխին։ Մյուսնալ աշխարհը վայելել, աշխարհի ընթացքին հետևել, աշխարհի հաջողներու մեջ խնդրել մեր երջանկությունը եւ խոհացումը։ Նեղություններ, սա վիճ դարաբանք, այցելություններ են, աստուծո գողմե, գամ մեզ արգելելու, գամալ աշխարհային վիճակներ են մեզ
դուրս կանչելու։ Աստված նեղություններով գխոսի մեզի, որբեսի մենք մեր սխալ վիճակներեն դուրս կանք։ Ինքերորդ Աստծուն օգտակար գլան մեր հոգևոր առողջության համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։ Մեր ստեղծելիք պայմանները թեև մեր մարմինները գնան ուրախացնել, սակայն գնար մեր հոգիները ուժացնել, զարգացնել։ Հույսեր եւ կենցաններ իրենց հատուկ միջավայր ունին եւ միայն այդ պայմաններու դակ եւ այդ հատուցի մեջ գնան խոյադել։ Ուսաբանմը Մասնակետ Ուսաբանմը եվրոպական քաղաքեմը Անգլիա տախտական եկավ եւ հանրային պետական հանրային բարձի մեջ դինք օգնական Ուսապան ըրին։ Եվ ինչպես հաջող կբադահի այս օգնականը իր բոցեն ավելի մասնակետ է, ավելի փանքիդ է, ինչպես օրգակմը քրասենյակներու մեջ պաշտոնյան մենեջերեն տնօրենեն ավելի կարող է եւ ավելի գիտություն ունի այդ բարականերու ֆերման մենեջեր եղած մեկը իսկ որ ավելի գիտե ավելի կարող է բար պաշտոնյան մնա այսպես եղավ այս մարտոնալ եւ սուրբ գլիմային շատ ընդիր ծաղիկը ներածեցին այդ բարդեսը եւ գլխավոր փոստապանը հրամայեց որ դակ սենյակին մեջ սրահին մեջ պահեն որ արվեստական շերմություն գա եւ մի քանի օր վերջը այս ծաղիկը փոշնելու ծավ գլուխը վարգացեց եւ կովենգանցներ այս օգնական փոստաբանը Եվրոպային եկած եւ դեսավ այս ծաղիկը ջանցավ հասկացավ անմիջապես իր կերկովը թուր արավ դարավ թուր գլիմային եւ չկոացավ որ օդը ծորդեց թար թերավ եւ շուրջը թար շարեց այս ծաղիկին մի քանի օր վերջը այս ծաղիկը ինձինքը կդավ Գիտահարցնեք թե ինչ է հավատացյալին համար նպաստավոր միջավայրը, ինչ են նպաստավոր պայմանները, որոնց մեջ հավատացյալը գուրջանա, գզարկանա, գարողջանա եւ հասակ գնեդե։ Դիտեմ այս բիլիչարնիկ այս պատասխանը։ Այդ միջավայրը նեղություններ են Խորսություններ, սախողություններ, ուսախապություններ, հիվանդություններ, սխալ հասկացվիլներ, նախադինք, հալածանք, դարաբանք, ասոնք են այդ միջավայրը եւ այդ պայմանները, որոնց դակ հոգևոր կյանքը գուրջանա գզորանա, գմակրվի, հասակ գնեդե և Քրիստոսի բատգերին գնմանի։ Եվ այս հիշված բաները մեր մարմիններուն համար հաճելի չեն։ Այս Աստված քորձիմը յետև ինգած է, քորձը գեհդաբնց է։ Եվ այս Աստծո հետամտած քորձը այս է։ Հավատացյալը գուզե շինել, հավատացյալը գուզե երկինքի համար պատրաստել, հավատացյալը գուզե սրբել, մաքրել Քրիստոսի երկրորդալության, հավատացյալներու հափշտակության համար պատրաստել։ Եվ Աստծո աչքին ցերեմնար մեր մարմին ցավ բաժարել, որբեսի այդ բաժարած ցավով մեր հոգին մաքրվի, մեր հոգին զարսարվի, մեր հոգին դերել ստանա։ Մենք բոլորը ընդարձեր գերբով գխորին։ Եթե մենք ասենք Աստված մեզի գադարյալ առողջություն դա, գադարյալ հանգստություն, գադարյալ հաջողություն, բոլոր կյանքի ընթացքին չհիվանդանանք, մեր ընտանիքի անդամները չհիվանդանան, եւ փոքրիկ սրախը մեր շուրջը գալսումի ինչ լավ բան է, բայց այսպես Աստված այսպես չխորի։ Որտեղ Աստված գիտե որ այն ինչ որ մենք կպապակենք,
Դեռնա մեր մարմիններուն հաջորդ պատճառել այս մեր հոգիները դիտի փճանան այդ պայմաններուց։ Հնոր համար է, որ գողաշարի մեր մարմիններուն հա պատճառել, որբեսի մեր հոգիները զարթարվին։ Վերջին ելուց այս է, ասոնք օգտակար են փաստելու համար, թե սխալ այն դեսությունը, որ եթե հավատացյալը սուրբ կյանք ապրելու լա, թե առողջ կմնա և թե ալ կհարստանա։ Հիմա նոր ավետարան մգիստարոցվի Ամերիկայի մեջ, որ անգլերեն մեջ the gospel of health and wealth գոչվի։ Այսինքն առողջության և հարստության ավետարան։ Եվ գտեն ինքուզես name it and claim it։ Սանգշնե ուզած սպաներոս և աստուծն է բաղանչը։ Յանքի նեղությունները օգտակար են փաստելու, թե այս ավետարանը շիդակ չէ։ Հինգ դագարան մեզ այս բաները աստծո օգնությունները ջրնային նկատվել։ Հինգ դագարան մեջ, երբ Աստված գողներ մարդը, առողջության գողներ դին, հարստության գողներ և գներն ալ շատ զավակներ դալով գողներ։ Ես Սավիտ Մարգարեգս է, հաչո մարդը, զորավոր մարդը այն է, որ իր գոբրագի մեջ շատ նեդեր ունի, և այդ նեդերը նմանցեն է զավակներով։ Այսինքն, որքան որ շատ զավակներ ունի, այդ մարդը ոչ մեկ բանեն վախնալու պատճառ ունի։ Հինգ դագարանի դնդեսության դակ դրնակ ասկիգա շիդակ եղած կլավ։ Պայ, շնորհքի դնդեսության մեջ մենք կտեսնենք, որ հավատացյալներ կան, որոնք լավ հոգևորներ են, բայց որոնք շարունակ նյութական նեղություններու մեջ են։ Լավ հավատացյալներ են, հոգևոր հավատացյալներ են, շարունակ բադարողջության մեջ են։ Այս կյանքի նեղությունները ոմանք խրադելու, ոմանք զսպելու, ոմանք հաճալերելու և ոմանք ալ զարայությունը սրբացնելու զարայեն։ Հավատացյալ քույր մաստուծում է համբերություն խնդրեց և Աստված հիվանդություն տվավ իրեն։ Եվ երբ քանքադեցավ ով դերսավ սխալ հաստատ, ես հիվանդին չուզեցի, համբերություն ուզեցի, ըստավ որ համբերությունը հիվանդությունով միայն ջրնած սորվի։ Նեղություններու մեջ կբարձինք, վասնզի գիտենք, որ նեղությունը համբերություն գքորձ է, Հռոմայեցիս 5:3։ Նշանավոր քարոզիչ Չարլզ Սպըրջենի յենը 25 տարի հիվանդ վարյեցավ։ Ծմերվա օրմը, մրայլ օրմը, սուրտ օրմը, նույնքան և մրայլ էր դիգինը Սպըրջենի հոգին։ Հավատացյալ քույրում նստած զինք մղսարելով աշխատեց։ Եվ այդ միջոցին Գարմժալանչի Ռոբինի երկը լսվեցավ սենյակին մեջ։ Եվ դիգինը Սպըրջենը սավ, ինչ սարմանալի բան ասավ, այս եղարագին ասավ, ինչ քորձ ունի Գարմժալանչը այս սենյակին մեջ, Գամբադուանին քով, և քովը նստով հոգևոր քույրը սավ, գրագարանի մեջ վարով գաղնե փայդին նվակն է, որ գլսեց։ Եվ զարմանալի է, գաղնի փայդը
գվարեր սարարանի մեջ, և ինչ գվարեր, ճիշտ այդ Ռոբինի գարմրալանչի երկը գարդացրեց։ Այնվեսալ մեր մեծ պանդարգված նվակ կա, հելեր գամ, որոնք պետք է թրցրին, զասված խարապանեն։ Նվակ կա, որ պետք է արդահայտվի, և այդ նվագը կարելի գլա միայն այրելով և բարելով։ Ով դեր ինչ գանցինք այս նեղություններեն արդասված հովիդեն, օգնե մեզի, որբեսի ասոնց մեջ մենք անետ չլեսնենք այլ օգնություն և գիտնանք և վստահելանք, որ այդ բոլորը մեզի գդրվին սիրո հոր գողմեն մեր օգուդին մեզ բարիքին համար։ Ամին։